Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով կզրուցենք Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Պարոն Առաքելյան, շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Առաքելյան, երեկ ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի ունեցավ, որից հետո ներկայացուցիչները մի որոշման հանգեցին, իհարկե այդ զեկույցը ներկայացնելու են դեկտեմբերին եւ առաջարկում են, որպեսզի Հայաստանը որոշի, թե գնում է դեպի Եվրամիություն, ապա պետք է դուրս գա ԵԱՏՄ կազմից եւ նաեւ առաջարկում են հանրակրվե անել այդ հարցով։ Բայց ուշագրավ է, որ մի գիշերում տարիներ առաջ դեպի Եվրամիություն գնացող Հայաստանին մցրեցին ԵԱՏՄ կազմի մեջ։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, նամանավանդ շատ զարմանալի էր լսել, որ իրենք Պուտինը հանձինս, ինքը նույնիսկ պահանջում է, որ անպայման անցկացվի Հայաստանում հանրաքվե։ Եվ միանգամից իմ մոտ այդ հարցը կանգնում է, որ չգիտես ինչի 13 թվականին իրենք այդ հարցը չէին բարձրացնում, որ դե դուք փոխում եք ձեր վեկտորը եւ միգուցե հանրաքվե, միգուցե ժողովրդին Սերժ Սարգսյանը հարցներ, թեկուզ լավ ժողովրդին չէ, խորհրդարանին լավ հարցներ, մեկն ու մեկին հարցներ, թե մենք իրավունք ունենք, մենք ուզում ենք ընդհանրապես գնանք դեպի ԵԱՏՄ, շեղվենք Եվրամիության ճանապարհից եւ գնանք դեպի ԵԱՏՄ։ Այդ հարցը չի կանգնի, բայց հիմա բնականաբար իրենք բոլոր ժողովրդավարական մեթոդոլոգիան պետք է օգտագործեն, իսկ ինչի են իրենք պահանջում այդ նույն հանրաքվեն, որպեսզի դարձյալ կարողանան ինչ-որ հնարավորություն ստեղծվի իրանց համար այն սարսափելի, ահռելի ճնշումը դարձյալ գործադրեն մեր ժողովրդի վրա, մեր քաղաքական գործիչների վրա, այն ճնշումը, այն ֆեյքերով լի, ինչ-որ տարբեր ստերով լի եւ դարձյալ մի ինչ-որ հնարավորություն ստեղծեն իրենց համար, որպեսզի փորձեն մեր ժողովրդի մտքերը աղտոտել եւ ինչ-որ մի նպատակի հասնել։ Կարծում եմ, որ դա իրենց թե այս անգամ չի հաջողվի, թե դարձյալ եթե անցկացնենք հանրաքվեն, ինչի մասին բնականաբար խոսվել է կառավարության կողմից եւ վարչապետն է խոսել դրա մասին, որ այո, հանրաքվե պետք է անցկացվի, բայց այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստ լինի Եվրոմիություն մտնելուն, այսինքն որոշ չափով թեկուզ կատարված լինեն կոպենհագենյան չափանիշները եւ Հայաստանը հասնի այն մակարդակին, որ արդեն ինչ-որ լուրջ հիմք կստեղծի Եվրոմիություն մտնելու համար եւ այդ պարագայում մենք արդեն կանցկացնենք հանրաքվեն եւ կորոշի մեր ժողովուրդը մենք գնում ենք դեպի Եվրոմիություն, թե մնում ենք ԵԱՏՄ-ում։ Դուք որպես տնտեսագետ կխնդրեմ նաև ներկայացնեք, որ Ռուսաստանի նախագահը այդ նիստից հետո նաև խոսել է, որ եթե դուրս գան ԵԱՏՄ-ից, Ռուսաստանը կբարձրացնի էներգակիրների գները, խոսել է նաև գյուղատնտեսական արտադրանքի մասին, թե ինչ շուկաներ են գտնելու, նաև սպառնալիքներ կարելի է տողատակերով տեսնել, ինչպես նաև ասում է, որ այդուհանդերձ երկու երկրների կապերը չեն խզվի, որտեղ մենք դարավոր բարեկամություն ունենք եւ այլն։ Ըստ ձեզ հիմա ինքը կգնա ինչ որ այդ տեսակ սպառնալիքները իրականացնելու, թե այդուհանդերձ զուտ սպառնալիք կմնա, որտեղ ինքն էլ տնտեսական լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Գիտեք, ես կարծում եմ, որ դա իմ անձնական կարծիքն է, որ այն ինչ որ հիմա է տեղի ունենում, դա պարզապես վախի տարածում է, դա իրենք փորձում են ընտրություններից առաջ իրենց բոլոր ատամները ցույց տան, թե ինչ մենք կարող ենք անել, լրիվ ուրիշ հարց է, թե իրենք այդ նման քայլերի կգնան, թե ոչ, որտեղ իրենք կարծում եմ, որ ստապ գիտակցում են այն փաստը, որ առաջինը էներգակիրների հարցը Հայաստանը կարող է լուծել եւ առանց Ռուսաստանի դժվարություններով, միգուցե ինչ-որ խնդիրներ լուծելով, բայց այնուամենայնիվ մենք առանց գազի մենք չենք մնա, մեր երկիրը առանց գազի չի մնա, միգուցե գինը մի քիչ բարձրանա, այն գները, որոնք որ իրենք հնչեցնում են, եվրոպական գները, այսպես ասած, իրենք մեր տարածաշրջանում ընդհանրապես չեն գործում, չկան տենց գներ մեր տարածաշրջանում։ Տեսեք ինչ գներով է առնում նույն գազը Վրաստանը,
եւ գինը գրեթե չի էլ տարբերվում հայկական գնից հետո իրենք դարձյալ եւ դարձյալ կրկնում են մանտրայի նման, որ այդ 177 դոլարով ենք մենք ձեզ 1000 կուբամետրը վաճառում, բայց մոռանում են նշել այն փաստը, որ այդ գինը այդ գնով իրենք վաճառում են հենց իրենց Այսինքն Գազպրոմ Արմենիային, որը որ 100%-ով պատկանում է Ռուսաստանին։ Իսկ արդեն Գազպրոմ Արմենիան համարյա 400-380 դոլարով է վաճառում նույն գազաքանակը, արդեն բնակչության վրա։ Եվ բնականաբար, եթե մենք ստիպված լինենք դիվերսիֆիկացիա անել, ասենք այդ բնագավառը մեր, ապա կարծում եմ, որ այդ գումարների մեջ մենք կկարողանանք տեղավորվել։ Բացի այդ, ես նույնիսկ էլ նշեմ, որ նույն լծակները Ռուսաստանը փորձում էր օգտագործել ընտրություններից առաջ Մոլդովայի հանդեպ։ Եվ օգտագործեց, եւ արեց այդ քայլը։ Բայց ինչ տեղի ունեցավ, Եվրոմիությունը գումար տրամադրեց Մոլդովային եւ կոմպենսացրեց այդ տարբերությունը։ Ես չգիտեմ Հայաստանին եթե նման քայլի գնա Ռուսաստանը, դարձյալ եթե, որովհետեւ այսօրվա դրությամբ մենք Մոլդովայի կարգավիճակում չենք։ Ռուսաստանը մեծ կախվածություն ունի հենց Հայաստանից տնտեսական կախվածություն։ Եվ դա կնշանակի միանշանակ, եթե Ռուսաստանը ասենք թե դադարեցնի կամ գները բարձրացնի, ինչը կհավասարեցվի դադարեցմանը, Հայաստանը պարզապես բազմաթիվ ուրիշ լծակներ ունի, որը որ կարող է օգտագործել, հա, հապկից դուրս գալն է, նույն ԵԱՏՄ-ից դուրս գալն է, տրանզիտի հարցերը մենք կարող ենք բարձրացնել, բազմաթիվ 102-րդ ռազմաբազայի հարցը կարող ենք բարձրացնել, այնքան հարցեր ունենք բարձրացնելու։ Իրենք դա գիտակցում են եւ դարձյալ ուզում եմ կրկնեմ, դա իրենք պարզապես իրենց ատամներն են ցույց տալիս։ Թե ինչ կլինի ընտրություններից հետո, կարծում եմ, որ լուրջ փոփոխություններ տեղի չի ունենալու։ Իրանք ստիպված կլինեն աշխատել, շարունակել աշխատել այն կառավարության հետ, որը որ ընտրվել է Հայաստանի ժողովրդի կողմից։ Խոսենք նաև ներքաղաքական իրավիճակի մասին, քանի մոտենում են ընտրությունները, հայտարարությունները ընդդիմադիրների կողմից ավելի թեժ են դառնում։ Երեք օրինակ Ռոբերտ Քոչարյանը հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել եւ այսպիսի մի միտք է ասել, իհարկե այդ միտքը հաճախ է կրկնում, որ Հայաստանն է հրահրել պատերազմը, այսինքն սեփական երկրին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ եւ այլ երկրի համար փաստաբանություն է անում։ Ինչ կասեք։ Նախ պետք է ասեմ, որ դարձյալ ես ինքս իմ հանդեպ ուժ գործադրեցի, որ ընդհանրապես նորից լսեմ պարզապես այդ անձնավորության խոսույթները, որտեղ շատ բարդ է լսել, նախ բարդ է լսել այն գաղափարները, որ ինքը հնչեցնում է կամ որը որ շրջանցում է, ավելի ճիշտ ասած, երկրորդը բարդ է գիտակցել, որ այդ մարդը երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետության դե յուրե նախագահ, մի մարդ, որը որ չգիտեմ, ռետարը չի կարող արտասանել, իսկ դա լեզվաբանները ինձ կուղեն, եթե սխալ եմ ասում, դա այդ փաստը ցույց է տալիս այն բանը, որ այդ կոնկրետ մարդու մայրենի լեզուն հայրենը չէ։ Այդ սովորված լեզու է, դա այն լեզուն է, որը որ ինքը ինչ որ ժամանակի ընթացքում, արդեն հասուն տարիների ընթացքում դա սովորել է, դա այն կարծիքն է։ Իսկ այն ինչ որ վերաբերվում է այն խոսույթին, որ հենց ինքը այդ հնչեցրեց այդ բառերը, որ Հայաստանը ինքն է հրահրել պատերազմը, գիտեք, դա թարապես շատ դժվար է գնահատական տալ։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչ մակարդակի, կարելի է համեմատել այդ իր բառերը միայն Արցախի ղեկավարության այդ Շահնազարյանի այդ Շահրամանյանի կներեք, հա, այն որ ինքը ասեց, որ Հայաստանի զենքն է ստեղ, Հայաստանի զորքերն են ստեղ, հա,
Նույն իրանք ոչ մեկ չի լեզվից ոչ մեկ չի քաշել, բայց իրենք ադրբեջանցիների եւ Ալիևի ջրաղացի վրա ջուր էին լցնում։ Հիմա նույն բանը կատարվեց։ Նույն ջուրը լցրեց Քոչարյանը։ Պատկերացրեք, թե հիմա ադրբեջանական մեդիաները ինչ հավեսով ու միջազգային հանրությանը տեղի եկած ժամանակ, ինչպես իրենք կարող են ապացուցել, որ մենք ոչ մի պատերազմ չենք սկսել։ Հետո հարցրեք Հայաստանի նախկին նախագահին, իրանք ինքը իր բերանով այդ բաները այդ խոսքերը հնչեցրել է։ Մենք ոչ մի պատերազմ չենք սկսել, Հայաստանն է սկսել այդ պատերազմը։ Դա է, դուք հասկանում եք, այդ հնարավոր չի, դա պետական դավաճանություն է, իմ տեսակետից, իմ կարծիքով դա պետական դավաճանություն է։ Այդ մարդը պետքա ոչ թե այսօր, երեք նստած լիներ հանրային հեռուստատեսության առաջի ալիքի ստուդիայում եւ քմծիծաղներով ինչ որ մեկնաբանություններ տար, այլ այդ մարդը պետքա լրիվ ուրիշ տեղ նստած լիներ եւ դեմքին քմծիծաղը չգար ընդհանրապես։ Ինքը պետք է մտածեր այն բանի մասին, որ ցմահ ինքը անցկացնելու է այդ տարածքում, այդ սենյակում ճաղերի հետևից։ Մեր շատ մեծ սխալն է իմ կարծիքով, հա, որ մենք չանցկացրեցինք ոչ լուստրացիա, ոչ մենք մինչև օրս էլ այն մարդիկ, որոնք որ վաճառել են մեր երկիրը, մինչ օրս էլ իրենք սպառնում են մեր երկրին, մինչ օրս էլ իրենք իրենց դավաճանական աշխատանքը շարունակում են, երբ ենք մենք արդեն հասկանալու, որ այդ մարդիկ, ես խոսքս գնում է ռուսամետ քաղաքական, այսպես ասած, գործիչների մասին, որոնք որ այսօր փորձում են փաստաբանների դերերում են հանդես գալի։ Այդ հաղորդման լրիվ ընթացքում ես չէի կարողանում ազատվել այն մտքից, որ այս մարդը ինքը Հայաստանի հետ կապ չունի, այս մարդը Ռուսաստանի փաստաբանն է, նստած է ու փորձում է մեր ժողովրդի ինչ որ ձևով բացատրել, թե Ռուսաստանը ինչի է շատ լավը, իսկ մենք ինչի ենք այդքան վատը, որ մենք սխալի հետևից արել ենք, իսկ Ռուսաստանը մեզ փորձել է օգնել, այն Ռուսաստանը, որը որ միլիարդավոր դոլարների զենք է վաճառել մեր թշնամուն, այն Ռուսաստանը, որը որ մեզ դավաճանել է, մեր դաշինքը իր հետ կնքած դավաճանել է, այն Ռուսաստանը, որը որ այսօր փորձում է իշխանությունը զավթել Հայաստանում, այդ մարդիկ իրավունք չունեն ընտրվելու, իրավունք չունեն առաջադրվելու նույնիսկ ընտրություններին։ Բայց այդ արի ուտես, որ մենք հիմա չգիտես ինչի խոսում ենք դրա մասին եւ փորձում ենք ինչ-որ մեկնաբանություններ տալ։ Եվ խոսենք Քոչյանի մի ուրիշ հայտարարության մասին, անդրադարձել էր զորահանդեսին եւ ասել էր, որ ինքը այդ զորահանդեսից հետո հիշեց Հայաստանի պատմության մեջ եղել է մեկ անգամ նման դեպք 96 թվականին, որից հետո այդ պարադից հետո անմիջապես եղան ընտրություններ եւ իր խոսքով Հայաստանի պատմության մեջ ամենավատ ընտրություններն էին վատ իշխանությունների համար։ Հետաքրքիր է, որ այդ տեսակ բաներից խոսում է մի մարդ, որի իշխանության օրոք կեղծվել են գրեթե բոլոր ընտրությունները, հա, ինչ կասեք այս մասին։ Նախ ինքը մոռացել է, որ Սերժ Սարգսյանի օրոքել է մի հատ ռազմական շքերթ անցել, որտեղ որ Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով ներկայացրեց Իսկանդեր, որ մենք ունենք Իսկանդեր, այդ Իսկանդերը, այն Իսկանդերը, որը չաշխատեց պատերազմի օրերին եւ մենք ընդհանրապես չկարողացանք գործածել, որովհետեւ Ռուսաստանը բլոկել էր այդ օգտագործումը եւ իհարկե իրենց կոնսերվի այդ բանկաները ավելի լուրջ սարսափ էին առաջացնում հակառակորդի մոտ, քան այս նորագույն զենքերը, որը որ Հայաստանը ձեռք է բերել եւ շատ կարեւոր պահ է Հայաստանը արտադրել է եւ այսօր մենք ունենք զինատեսակներ, որոնց միջոցով մենք կախվածություն չունենք ուրիշ երկրներից ինչ որ բան այդ զինատեսակները ներկրելու Հայաստանի համար իբրև փոքր պետություն դա մեծ նշանակություն ունի
Եվ չգիտեմ, իրանք ինչ կարային ասեին։ Միակ բանը ինչ որ իրենք կարողացան հնչեցնել ոչ միայն Քոչարյանը, բոլոր այդ իրանց այդ ներկայացուցիչները տարբեր ինչ որ կայքերում նայեցի, ընթերցեցի, ես տեսնում եմ, որ քարկոծումից բացի ոչ մի դրական բնականաբար բառ չհնչեց։ Իրենք քարկոծում են ամեն ինչը։ Հայաստանը զենք է առել, քարկոծում են։ Բանից պարզվում է ռուսական զենքը, նույն այդ հարցազրույցի ժամանակ խոսեց դրա մասին Քոչարյանը, որ բանից պարզվում է ռուսական զենքը ամենալավ զենքն էր։ Ինչի այդ ամենալավ զենքը չաշխատեց։ Ինչի մենք անպաշտպան մնացինք։ Իդեպ նմանատիպ մի հայտարարություն էլ արել են Արեգ Կարապետյանը ռուսական զենքի հետ կապված, անմիջապես զորահանդեսից հետո նա հայտարարել էր, որ իրենք եթե գան իշխանության, նույնիսկ իրենց նվեր կտան շատ էժան ձևով, նվեր կստանան կամ շատ էժան զենք կբերեն, այսօր էլ ասուլիս է տվել եւ ասել շատ էժան զենք ենք գնելու, քանի որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը, մոտ 1 տարուց կավարտվի եւ իր կարծիքով այնտեղ բոլոր զենքերը, որոնք չեն օգտագործվել, իրենք էժան կամ նվերով կբերեն Հայաստանի Հանրապետություն։ Ինչ կասեք։ Դե ինչ ասեմ, գիտեք, չէ՞ մանկամտության հետ առնչվող խոսույթներ են դրանք։ Պարզապես մանկամտության, ես ուրիշ բառ չեմ կարողանում գտնել, քանի որ հիմա մենք տեսնում ենք, այս նախընտրական մրցավազքի ժամանակ, թե ինչ խոստումներ են բաժանում իրենք։ Ինչի մասին են խոսում, ամեն ինչը կտանք, ամեն ինչը կբաժանենք, աշխատավարձներ, չգիտեմ, պարզ գիտակցելով, որ իրանք իշխանություն չեն տեսնելու։ Հիմա իրանք արդեն գիտակցում են, վերջին հարցումները ցույց է տալի, որ մեծ հարցականիտական ընդհանրապես Սամվել Կարապետյանի դաշինքը ընդհանրապես կարողանա մտնել խորհրդարան թե ոչ, եւ Քոչարյանի Ծառուկյանի մասին ընդհանրապես հիմա խոսք չկա ըստ վերջին սոցիոլոգիական տվյալների։ Եվ իրենք կարող են շռայլել, կարող են խոստումներ բաժանել, չգիտեմ, ամեն ինչ որ կամենակ, հարկերը կհանենք, ամեն ինչ կկառուցենք, աշխատավարձները կբարձրացնենք, թե ոնց են համ հարկերը հանելու, համ աշխատավարձները բարձրացնելու, համ այդ հանած հարկերի պայմաններում ուրեմն ոնց են պետություն կառուցելու, զենքն էլ նվեր են ստանալու, հասկանում եք, բանա, սալյուտ են խփում, էլի, պարզապես մեկը մյուսի հետևից բաներ կային, չէ՞, նոր տարին որ օգտագործում էին, ռուսական խլապուշկաներ կա, հասկացողություն կար։ Այդ խլապուշկեքը մեկը մյուսների հետևից գրպաններից հանում են մի հատ տրաքացնում են, հասկանալով, որ ոչ մի պատասխանատվություն իրենք չեն կրելու։ Ի տարբերություն դեպ ասենք իշխանական ուժերին, որոնք որ պարզ գիտակցում են ամեն մի խոսքը իրենց հնչեցրած։ Ժողովուրդը հետո հիշելու է եւ հետո պահանջելու է։ Եվ իրենք այդ խոստումները, երբ որ բաժանում են, երբ որ խոսում են խոստումների մասին, իրենք շատ զգուշ են, բնականաբար, որտեղ իրենք հասկանում են, որ պատասխանատվություն են կրելու։ Իրանք իշխանություն են դառնալու եւ իրենք պիտի կատարեն այն խոստումները, որոնք որ հիմա տալիս են։ Ի տարբերության ընդդիմությանը, որը որ կարող է պարզապես ամեն ինչ խոսք տալ, ամեն ինչ։ Եվ ինչը եւ տեղի ունենում։ Եվ դա հասկանում եք, դա իմ կարծիքով դա քաղաքականության, լուրջ քաղաքականության հետ, քաղաքական գործիչ հասկացությունների հետ, դա կապ չունեցող բաներ են։ Այդ մարդիկ քաղաքական գործիչներ չեն։ Այդ մարդիկ, որոնք որ առանց ծրագիր, առանց նորմալ հիմնավորված ծրագրի գնում են ընտրությունների, այն ներկայացուցիչը ընդդիմադիր, որը որ ասենք նույն Քոչարյանն է կամ Սամվել Կարապետյանն է կամ Գագիկ Ծառուկյանն է, որոնք որ հրաժարվում են ընդհանրապես դեբատներում մասնակցելուց։ Դա անընդունելի բան է։ Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում դեբատների միջոցով են որոշում, ժողովուրդը հնարավորություն է ստանում մի հատ հասկանալ, տեսնել այդ մարդուն, ոչ թե ինչ որ բանականության ստեղծված ինչ որ մի կերպար, հա, այլ արհեստական բանականության մասին է խոսքը բնականաբար, այլ ռեալ կենթանի մարդուն մի հատ լսեն, մի հատ խոսան, մի հատ իրար մեջ խոսան ընդդիմադիրները,
Մի հատ հասկանան, թե ով ինչ խոսք ունի ասելու, ինչ գաղափար ունի հնչեցնելու։ Կարող է արդյոք այդ խոսքը հնչեցնել, թե ոչ։ Տիրապետում է այն լեզուն, որի ղեկավարը, որի երկրի ղեկավարը ինքը պատրաստվում է դառնալ։ Տիրապետում է արդյոք այդ լեզուն, թե ոչ, մենք մինչև օրս չգիտենք։ Մեր համար գագաթնակետը իրենց, կներեք իրենց գագաթնակետը այդ Գագիկ Ծառուկյանի, որ դուրս է գալի ժողովրդի մեջ ու սկսում է ինչ-որ երրորդ անձում իր մասին ինչ-որ բաներ է հնչեցնում, դա է իրենց գագաթը։ Քոչյանի երեկվա հարցազրույցին անդրադարձել է այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ բավականին կոշտ գրառում է արել եւ ասել է, որ ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսած ապականել Հայաստանի քաղաքական դաշտը, ձեր նման անձակենտրոն մարդուց է սկսվել Հայաստանի քաղաքական կյանքի կազմաքանդումը, դուք եք հակահամակարգային քաղաքականության կնքահայրը մեր երկրում, նաեւ իրենց մեղքն է ընդունել, որ ժամանակին աջակցել են։ Ըստ ձեզ իրապես կա այդ տարաձայնությունը իրենց մեջ, թե էլի հերթական ինչ-որ մի գրառում է։ Աշոտյանը մոռացավ շարունակել այդ թեման եւ որի շնորհիվ մենք եկել ենք իշխանությանը, որը որ բերել է իշխանության իր երկվորյակ եղբորը Սերժ Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանին, որը որ շարունակել է նույն քաղաքականությունը Հայաստանում, ինչ որ եղել է մինչեւ այդ։ Եվ դրա մասին հիմա իրանք ինչ որ հակամարտություն են ստեղծում, որ տեսեք մենք ինչ որ մենք հակադիր ուժեր ենք, որ մենք ինչ որ դեմոկրատիա է, ուրեմն մենք կարող ենք հնչեցնել ինչ դեմոկրատիա։ Այդ մարդիկ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենք մի բաժնում են աշխատել եւ այդ բաժնից են դուրս եկել իրենց քաղաքական կյանքը լրիվ ճանապարհը քաղաքականության մեջ անցել են ձեռքի տված։ Եվ նույն գաղափարներն են հնչեցրել, նույն օրիենտիրներն են ունեցել ու նույն ուղղությամբ են շարժվել միշտ։ Եվ հանկարծ հիմա հակադիր ուժեր դառնալով իրենք ուրեմն իրանց մեջ ինչ-որ պառակտում կա, ում են ուզում խաբած լինել։ Ում են ուզում այդ հեքիաթը ուտացնեն։ Հայ ժողովրդին չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այդքան նաիվ է, որ նման խոսույթներին հավատա։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այնքան նաիվ է, որ կարող է, չգիտեմ, Սամվել Կարապետյանի նման անձնավորությանը հավատա եւ հավատա այն ֆեյքերին, որոնք որ առավոտվանից իրիկուն ռուսական մեդիաները, ռուսական վարձու հատուկ ստեղծած հիբրիդային կայքերը, որոնք որ գործածվել են բազում անգամ տարբեր երկրներում, հա, հիշենք այդ նույն մատրյոշկա ինչ-որ հակերական ինչ-որ խումբ է, որը որ այս վերջերս ինչ-որ բան նայեցի, ընթերցեցի, որ մոտավորապես 500 տարբեր տեսահոլովակներ է ստեղծվել միայն այդ մատրյոշկայի կողմից, որոնք որ բացարձակ սուտ են Հայաստանի մասին, որոնք որ ղեկավարության, հա, վարչապետի, տարբեր անձանց վերաբերյալ բացարձակապես ստեր, որի համար ոչ մի պատասխանատվություն իրենք կարան չկրեն ու չեն կրելու։ Բայց ինչպես Ուինստոն Չերչիլն էր ասում ժամանակին, ինքը ասում էր, գիտեք, մինչև ճշմարտությունը իր շալվարները հագնի, սուտը 2 անգամ երկրագունդը կպտտի։ Դրա համար շատ դժվար է աշխատել, շատ դժվար է ընդհանրապես կողմնորոշվել ու ճիշտ որոշման գալ, բայց ես հավատում եմ եւ համոզված եմ մեր ժողովրդի մեջ։ Մենք այն ճանապարհն ենք անցել, մեզ այնքան անգամ պարզապես դավաճանել են, վաճառել են, որ միայն այդ ցավը մեզ արդեն կտա այն հնարավորությունը, որպեսզի մենք ճիշտ ընտրություն կատարենք։ Ընդամենը մի շաբաթ է մնացել ընտրություններին։ Եվ համոզացնեմ ձեզ, որ այդ փոթորիկը, որը որ հիմա բարձրացած է, հունիսի 7-ից հետո կհանգստանա։ Ոնց որ ասեցի, Ռուսաստանը կընդունի ամեն ինչը, կհասկանա, որ դե պարտվեց, հա, Օրբանին ոնց իրանք պարտվեցին Օրբանի։ Բուլղարիայում կարողացան ինչ որ հաղթանակ կրել։ Այս վերջերս էլի որ
ասեմ։ Մոլդովայում ժամանակին պարտվեցին, ինչա, Մոլդովայի հետ ինչ որ բաների մեջ են իրանք, պատերազմ են գնացել Մոլդովայի վրա, ոչ, կամ նույն Հունգարիայի վրա, ոչ։ Դա աշխատանքը, որ եկե փորձում են, քծում են, տենում են, մենք այդ կուտը կուտենք, թե չենք կուտի, եթե չենք կուտում, ուրեմն դե շարունակում են բան անել։ Իսկ նույնիսկ ելի եմ ուզում կրկնեմ, նույնիսկ եթե Ռուսաստանը այնքան անխելք քաղաքականություն վարի, որ փորձի գնա այն քայլերի, որ հիմա հնչեցնում է, ապա փառք Աստծո, մենք այսօր ունենք այլ ընտրանք։ Այն էլ մի հատ չէ, մի քանի հատ այլ ընտրանքներ ունենք եւ այդ ուղղություններով մենք անպայման կշարժենք։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։